Սիրելիներս ողջույն, բարի առավոտ, ասում եմ առավոտ, որովհետև հիմա որ ես նկարում եմ տեսանյութը առավոտ է, ու երբ որ ես տեսանյութը տեղադրում եմ, հաստատ առավոտն եմ հիմնականում տեղադրում։ Իսկ ինձ ովքեր դիտում են Ամերիկայից, հաստատ իրենց մոտ երեկո է, ուշ երեկո է, այնպես որ ով որտեղից որ դիտում է, ողջույն բոլորին, սիրելիներս։ Այսօր տոնական շքեղ ուտեստ ենք պատրաստելու։ Խոզի ազդրի փոխարեն, այսինքն բուդի փոխարեն, ես ձեզ առաջարկում եմ մի քանի տարբերակներ, արդեն տեսել եք մի քանի տարբերակները, ովքեր որ չեն դիտել, տեսանյութի ներքևում, բաղադրատոմսի ներքևում տեղադրում եմ նաև մնացածների լինքերը, կարող եք այցելել ու դիտել, կամ հենց իմ անունով փնտրեք Իրայի խոհանոցում ինչպիսի բաղադրատոմսեր ուզում եք, իմ ալիքում կարող եք գտնել։ Սիրելիներս, ես խոզի բուդ արդեն շատ երկար տարիներ է չեմ պատրաստում ամանորին, պատրաստում եմ նմանատիպ ուտեստներ, որ ավելի համեղ է, ավելի հարմար է սեղանին, որովհետև խոզի բուդը պատրաստում ենք այսպես մեծ 8-10-15 կիլոյով, դնում սեղանին, հետ վերցնում, դնում սեղանին, հետ վերցնում, տեսքը կորցնում է, համը կորցնում է, հակահիգիենիկ է։ Իսկ այս տարբերակները շատ հեշտ են, մի քանի տեսակ պատրաստում եք, օրինակ ես հիմա ունեմ խոզի բուդի միսե, փափուկ, ֆիլե միսե, այսպես արդեն մշակված, սիրուն, ընդամենը 2.5 կիլոգրամ է այս կտորը, ես այսպիսի մի քանի կտորով, տարբեր միջուկներով, տարբեր տեսակներով պատրաստում եմ ու դնում եմ սառնարանում, շատ գեղեցիկ ուտեստ է ու ավելի հարմար է ուտելուց։ Հիմա այս տեսակը պատրաստում ենք սունկով և գազարով, հրաշք բաղադրատոմս է։ Մնացեք իմ հետ, որպեսզի տեսնեք մանրամասները։ Ձայնս կտրված է, ինչպես միշտ ես վատառողջ եմ, այս տարի շատ եմ հիվանդանում, չգիտեմ ինչու, շուշուտ եմ հիվանդանում, շուշուտ գրիպ եմ ընկնում, այնպես որ ձայնիս համար կներեք։ Հիմա շամպինյոն տեսակի սովորական սունկ է, կարող եք օգտագործել նաև պահածոյացված արդեն պատրաստի վիճակում, խնդիր չկա։ Արդեն մաքրել եմ, երեսի հատվածը պոկել եմ, մշակել, լվացեք, ինչպես որ դուք ուզում եք։ Մանրացնում եք, գազարը պետք է քերիչով անցկացնել, իդեպ սունկը իմ մոտավորապես 400 գրամ սունկ է, բայց դա նշանակություն չունի ավել պակասը, միջուկի մեջ ենք լցնելու, որ շատ լինի, էլի շատ համեղ կլինի։ Հիմա մանրացնենք ու անցնենք առաջ։ Վերջ, սունկը կտրատեցինք։ Սիրելիներ, հիմա պետք է դնենք գազօջախին, որպեսզի տապակենք։ Սունկը տապակելու ենք յուղով, ընդամենը 1 ճաշի գթալ յուղով, ես կտապակեմ ամբողջ սունկը, դեռ մի քիչ էլ քիչ։ Տապակելու ենք ռեդի յուղով, սիրելիներ, իմ ուտեստները հրաշք են ստացվում ռեդի յուղով, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, ձեռք բերեք ու պատրաստեք։ Իդեպ ռեդի յուղով ես պատրաստում եմ նաև քարծեղեն։ Հաջորդ տեսանյութը որ պետք է ներկայացնեմ կամ արդեն եթե ձեզ չեմ ներկայացրել, չգիտեմ որ տեսանյութը ավելի շուտ կտեղադրեմ, հալվա ենք պատրաստելու տոնական, էլի յուղով ենք պատրաստելու, շատ համեղ է ստացվում, տհաճ համ ու հոտ չունի, սիրելիներ, Եվրոպայում է արտադրվում, առանց հորիզերին, առանց հավելումների, այնպես որ անպայման օգտագործեք, բուսական յուղ է ամենակարևորը, սիրելիներ, որ կենդանական բան չի պարունակում, ովքեր որ բուսակեր են, շատ հանգիստ կարող են օգտագործել։ Հիմա գնում ենք գազօջախի մոտ, տապակելու ենք սունկը ու այդ ընթացքում կարելի է մինչև սունկը պատրաստ լինի, մի թեթե պետք է թավալենք թավայի մեջ, քերիչով անց ենք անցնելու նաև գազարը։ Հիմա հանգիստ ենք թողնում սունկը, որ ինքը հանգիստ տապակվի, ընթացքում անընդհատ կխառնենք։ Գազարը քերիչով անց ենք անցնում, որովհետև հենց սունկը մի փոքրիկ պատրաստ լինի, ավելացնելու ենք գազարը։ Մի փոքրիկ տեսեք արդեն տապակվել է, ավելացնում եմ գազարը։ Սիրելիներ, 4 հատ միջին չափի գազար եմ քերել։ Կրակից վերցնում ենք, երբ որ տեսնում ենք գազարը արդեն լավ թուլացել է, կրակից վերցնում ենք, սիրելիներ, համեմում ենք առանց գազօջախի վրա, այսինքն կրակից վերցնում ենք, հետո ենք համեմում, ինչի համար, որպեսզի համեմունքների համն ու հոտը թարմ մնան, ոչ թե երբեք, այ օրինակ սխտորը ես ավելացնում եմ, երբ որ արդեն գազօջախից վերցնում ենք, կրակից վերցնում ենք, 2 պճեղ սխտոր, այսպես հիմա մի լավ ճզմում ենք։
ու հետո լավ խառնում ենք, որպեսզի սխտորը լավ տարածվի, իր գունդը ամբողջովին այսպես չմնա մի հատվածում։ Մի լավ խառնում ենք, կարմիր ու սև պղպեղ ենք անում, որովհետև սխտորը երբ որ եփվում է, շատ ուժեղ ու սուր է լինում իր համն ու հոտը։ Իհարկե մեջտեղի հատվածը արդեն երևի բոլոր տան կինները գիտեն, ուրեմն սև պղպեղ ենք անում, մեջտեղի հատվածը սխտորի հանեք, որպեսզի ուժեղ չլինի։ Կարմիր պղպեղ ենք անում ու ամենակարևորը աղ ենք անում։ Ու հիմա այսպես մի լավ խառնում ենք։ Մինչև միջուկը այսպես կհովանա, աշխատում ենք մսի հետ։ Միսը պետք է լավ բացենք, տարածենք, որովհետև լցոնելու ենք այս միջուկով։ Շատ համեղ համ ու հոտ ունի հիմա այս պահին, համոզված եմ, որ ձեզ դուր կգա, կպատրաստեք։ Սիրելիներ, հիմա միսը բացում ենք։ Գրքի նման թերթերով սիրուն բացում ենք։ Սուր դանակ վերցրեք։ Ես այնքան էլ իմ դանակները սուր չեն լինում, ինչպես միշտ, բայց աշխատում եմ հիմա բացել։ Գիտեք չէ, ինչպես են բացում, էլի եմ ցույց տվել ձեզ։ Այսպես գրքի նման սիրուն շերտ բացում ենք, որպեսզի դառնա մեծ թերթիկ։ Այդքան էլ դժվար չի։ Ուշադիր ենք լինում, եթե հանկարծ կտրվի, խնդիր չկա, չանհանգստանաք, դրան էլ ճար կա։ Ընդամենը փաթաթելու ենք վերջում, ու ոչ մի խնդիր չի լինելու, չմտածեք։ Այդ տեսնում եք, արդեն բավականին բացել ենք, քիչ է մնում։ Որ իմանաք մեր աշխատանքի վայրում ինչ պրոֆեսիոնալ դանակներ կան, որտեղ որ ես եմ աշխատում ու ինչպիսի պրոֆեսիոնալ մսագործներ կան, որ շատ գեղեցիկ արագ ինչպես են աշխատում, ես ուղղակի հիանում եմ իրենց աշխատանքով։ Այդ տեսեք ես բացեցի, դա է ասում, տեսեք։ Այսպեսն էլ խնդիր չի, ինչ ենք անում այդ դեպքում, այսենց մի հատված առաջ եմ գնում, հետո փաթաթելուց միևնույնը չի երևալ, չմտածեք։ Ամեն ինչին ճար կա։ Համարյա վերջացրեցի։ Միսը երկու կողմից համելում ենք աղով, կարմիր ու սև պղպեղով և մսի համար նախատեսված համեմունք է։ Խառը համեմունքների խումբ է, այսպես ասած, ամեն տեղ էլ վաճառում են, չէ՞, տարբեր տեսակի, դուք ձեր սիրած համեմունքը կարող եք օգտագործել։ Սիրելիներ, դա շատ կարևոր է, որ միսը լավ համեմեք։ Աղ ենք անում։ Սև ու կարմիր պղպեղ ենք անում ու նույն աշխատանքը անելու ենք հակառակ կողմից։ Շրջելու ենք միսը, որպեսզի երկու կողմից լավ համեմված լինի։ Այսպես ձեռքերով լավ տրորում ենք ու հիմա միսը հակառակ կողմ ենք փաթաթում։ Այսպես։ Համեմում ենք այս կողմից աղ, այ որ միսը մի փոքրիկ յուղոտ լինի, հաստատ ավելի լավ կստացվի, ձեռքեզ մի հատ լվանա, ու շարունակում եմ համեմել, սև կարմիր պղպեղով և մսի համար նախատեսված համեմունքով։ Սկսում ենք լցոնել, խոզի ապուխտ է, վիճինա, որ ասում եք, բարակ կտրատված վիճակում, շարում ենք, ու ավելացնում ենք մեր պատրաստած գազարով և սունկով միջուկը ու տարածում ենք մի լավ։
Այ կտեսնեք ինչ հրաշք ու տեստ է ստացվելու։ Հիմա տարածում ենք հավասարաչափ ու սկսում ենք փաթաթել։ Միսը պետք է ռուլետի պես փաթաթենք։ Սիրելիներ, ասեք, որ այսպես ավելի համեղ է, ավելի հեշտ է ու ավելի հաստատ ներկայանալի։ Ոչ թե խոզի բույրը, չէ։ Հիմա փաթաթում ենք, շատ հեշտ է փաթաթելը, դժվար բան չկա։ Ուղղակի միսը այսպես փաթաթում ենք, այն հատվածներն էլ, որ բացվել են, խնդիր չկա։ Տեսեք, բաց տարածքն է, գալու է փակելու է։ Սա սենց։ Մեր սիրուն միսը պատրաստ է։ Ինչ ենք անում։ Կամ հենց այս վիճակով տեղափոխում ենք որևէ մի ամանի մեջ, կամ կապում եք։ Ես կկապեմ ամեն դեպքում, որովհետև հետո հեշտ է կապված վիճակում, ինքը լավ մնում է։ Ավելի հեշտ է լինում, ավելի գեղեցիկ է ստացվում։ Բայց չեք վերջացրել։ Երեսից հիմա ես բեկոնի յուղոտ շերտ այսպես դնում եմ։ Տեսեք։ Շատ համեղ է ստացվում այսպես, համոզված եղեք, հրաշք է ստացվում։ Յուղոտ շերտը օգնում է, որպեսզի միսը հյութեղ ստացվի։ Դե որքան որ պահանջվի, այդքան էլ կարող եք ավելացնել։ Այսպես։ Ես հիմա թելով անպայման կկապեմ։ Ինչու եմ ասում անպայման, որովհետև քանի որ բեկոնի շերտեր եմ դրել, թելով կապելը ճիշտ է։ Այնպիսի թելով կապեք, որ ջեռոցում հնարավոր լինի պահել։ Թույլ եմ կապում, ուժեղ չեմ կապում, որպեսզի մսի տեսքը չկորի։ Ու հետո ուղարկում ենք ջեռոց։ Սիրելիներ, ջեռոցում ուղարկում ենք 150 աստիճան, կախված է մսի չափը որքան է։ Օրինակ ես 2.5 կիլոգրամ մսի համար հաստատ 1.5 ժամ, 2 ժամ էփելու եմ։ 150 աստիճանը շատ ցածր ջերմաստիճան է, որպեսզի դուք հանգիստ ձեր միսը էփեք։ Բայց ընթացքում խորհուրդ եմ տալիս նաև շրջել, վերև ու ներքև անել, եթե ցանկանում եք, որ երկու կողմից կարմրի։ Եթե ոչ, խնդիր չկա, բայց համեմունքների համար հիմա կտեսնեք ինչու, որովհետև գինի եւ ձեթ ենք լցնելու, դա էլ է շատ կարևոր, որպեսզի երկու կողմից միսը լավ եփվի, ճիշտ եփվի, համեմված եփվի։ Ես ընթացքում կես ժամից հետո մի հատ շուռ կտամ, որպեսզի ներքևի հատվածը նույնպես գինիով եւ ձեթով լավ եփվի։ Հետո նույնիսկ կշրջեք հակառակ կողմի վրա։ Բայց այսքանով չենք վերջացնում, որովհետև վերջում երեսին հատուկ սոուս ենք քսելու, որպեսզի գույնը գեղեցիկ լինի, դա է չէ շատ կարևոր։ Այսպես, սիրուն է չէ, ասեք, որ գեղեցիկ տարբերակ է, դե համի մասին չեմ ասում, որովհետև պետք է փորձեք, որպեսզի հասկանաք համը լավն է, թե ոչ։ Հիմա միսը տեղափոխում ենք թավայի մեջ, զգուշությամբ այսպես, սիրուն վերցնում ենք, տեղափոխում ենք ու ձեթ եւ սպիտակ գինի ենք լցնում։ Առած սպիտակ գինի եմ լցնում։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, ականջի հետև չդնեք։ Տեսեք, որքան եմ լցնում։ Մոտավորապես 1 լիտր, 750 միլիլիտր անհրաժեշտ է։ Եվ ձեթ։ Ես զեյթունի ձեթ եմ ավելացնում, դուք կարող եք սովորական ձեթ ավելացնել, կարևորը համեղ ձեթ լինի։ Այսպես չենք խնայում, առատ լցնում ենք, որպեսզի համեղ ստացվի։ Վերջ, տեսեք, ուղարկում ենք ջեռոց,
150 աստիճանը միացված, վերև ներքևը միացված, խորհուրդ եմ տալիս միսը շատ վերև չդնենք, ներքևի հատվածում դրեք ջեռոցի ու թողնում ենք հանգիստ մի 30 րոպե, 40 րոպե եփվի։ 30-40 րոպե հետո ես շարժելու եմ, իհարկե ձեզ ցույց կտամ ընթացքը, կթողնեմ եւս 30 րոպե եփվի, նորից հետ ենք շարժելու ու արդեն երեսը կարմրի, սիրելիներս։ Ընդհանուր մոտավորապես 1.5 ժամ, 1 ժամ 40 րոպեում պատրաստ է լինելու։ Սիրելիներ, անցել է 40 րոպե, հիմա ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի շրջեք։ Ձեռքերով կանեմ, որպեսզի ավելի հեշտ լինի, որպեսզի ինքս ինձ չվնասեմ։ Այսպես, հիմա կշրջեմ ու էփում ենք եւս 30 կամ 40 րոպե հակառակ կողմի վրա։ Սիրելիներ, անցել է եւս 40 րոպե, ջեռոցից հանեցի, տեսեք, ինչպիսի տեսք ունի, նաեւ հակառակ կողմը լավ կարմրել է։ Հիմա շատ տաք է զգուշությամբ, նորից շրջում եմ։ Վերջ, հիմա վերջնական տեսքը ստանալու համար եւս 20-25 րոպե, հետո արդեն կշարունակենք։ Սիրելիներս պատրաստ է, շատ տաք վիճակում է, հիմա մի փոքրիկ սոուս ենք սարքում երեսին քսելու համար։ Նախ առաջին գործը ազատվում ենք թելերից, թելերը հանում ենք, որովհետև մեզ այլևս պետք չէ։ Իրենք իրենց օգտակար գործը արդեն արել, վերջացրել են։ Ուրեմն, մի 2 ճաշի գթալի չափով տոմատ ենք վերցնում, տոմատի մածուկ սովորական, թանձր մածուկն է այստեղ մեզ անհրաժեշտ լինելու եւ ավելացնելու ենք մի քիչ ձեթ։ Եթե սիրում եք, կարող եք նաեւ մի փոքրիկ գինի էլ ավելացնել, բայց ինքը արդեն գինի մեջ է փած, լավ, պատրաստ վիճակում եք։ Մի ճաշի գթալի չափով էլ ձեթ ենք անում։ Հիմա այսպես մի լավ պետք է ուղղակի տրորենք։ Այսպես շատ լավ տրորեք։ Այնքան ենք տրորում, որ լավ մածուցիկ կրեմային մասա ստացվի։ Ու հիմա այսպես ամբողջ երկայնքով տարածում ենք սոուսը։ Թողնում ենք, որպեսզի մի քիչ հովանա, տաք վիճակում որ կտրեք, ճիշտ է, շատ համեղ է միայն տաք վիճակում։ Սառը ուտեստ է, բայց ես սիրում եմ տաք վիճակում, որովհետև ավելի հյութեղ է։ Իսկ թավայի մեջ մնացած հյութը, սոուսը, որ մնացել է, քամում եք սիրուն քամիչով ու կարելի է մատուցել առանձին, որ կտոր անելուց, արդեն կտրելուց, իր սոուսով մատուցեք, որպեսզի շատ համեղ ուտվի։ Այ տեսեք, սիրելիներ, կտրեցի, ճիշտ է, շատ տաք է, տաք ժամանակ ասեցի, որ խորհուրդ չի տրվում, սառը ժամանակ, բայց մենք հիմա ուտելու ենք, ես ուղղակի ուզեցի, որպեսզի դուք տեսնեք ինչպիսի տեսք ունի, տեսեք, այսպես, նուրբ, իր սոուսն էլ հիմա կքամեմ ու մենք կհամտեսենք։ Այս ինչ լավն է, սիրելիներս անպայման պատրաստեք, տեսեք որքան մեծ, բավականին է մեծ ուտեստ է ստացվում, այնպես որ ձեր հյուրերին շատ հանգիստ կարող եք հյուրասիրել։ Ես այսպեսի 2-3 հատ պատրաստում եմ տարբեր միջոցներով, տարբեր ձևերով, արդեն բաղադրատոմսեր ունեմ, դուք էլ կարող եք մասնակցել։ Չեմ դիմանում շատ համեղ է, հրաշք է։ Աղը, տեղը, համն, հոտը, հրաշք է, սիրելիներս, պատրաստեք, բարի տոներ բոլորին, ուրախ տոներ բոլորին, ամենակարևորը ուրախ, շատ ուրախ, երջանիկ տոներ բոլորին, կուտեք, ինձ էլ կհիշեք, հաջողություն։